Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանն է։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Բարսեղյան, արտաքին մարտահրավերներ, ներքաղաքական շարժեր, մենք պարբերաբար փորձում ենք, այսպես ասենք, գտնել համարժեքություն, թե արտաքին մարտահրավերներին, սպառնալիքներին որքանով է համահունչ մեր ներքին քաղաքակյանքը եւ զարգացումները։ Մեր զրույցը սկսենք դրանից, այդ համարժեքությունից։ Ահագին բաներ կային անելու, որ պիտի իշխանությունն աներ անցած տարիների ընթացքում, շատ թերի է արել, կարելի է միավորներով ասենք 10-ից ընդամենը 1.5-2 միավորի կատարողական ունի իշխանությունը, կարելի է նաև իհարկե բացել քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը, ես բացել եմ, պարբերաբար նայում եմ, ահագին բան կա, որ խոստացվել է եւ չի արվել։ Ոլորտներ կան, որտեղ որոշ առաջընթաց կա, ենթակառուցվածքների կառուցման, նորոգման, ճանապարհ, մանկապարտեզ, դպրոց, բժշկական կենտրոն, էլի մի քանի բան, բայց ինստիտուցիոնալ բարենորոգումների մասով ահռելի ծախողումներ կան, իրավապահ համակարգի բարեփոխումները, դատական համակարգի բարեփոխումը, ընդհանրապես կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարում, համաչափ տարածքային զարգացում, լիազորությունների վերաբաշխում տեղական ինքնակառավարման մարմիններին ու էլի ահագին բաներ չունենք ցավոք իմ կարծիքով չկա այն առաջընթացը, որ խոստացվել էր, որ պիտի տեղի ունենա։ Ավելի բարդ խնդիրների մասին էլ շատ ենք խոսել, բոլորին հայտնի է, քաղաքական գնահատական չեղավ անցած տարիների, տասնամյակների կամ 100 տարվա 1920 թվականից սկսած պետության զավթման եւ էլի մի շարք բաներ, որոնք այդպես էլ չտեսանք։ Պատճառները պիտի բացատրի իշխանությունը, հանրությունը իր կասկածներն ունի, թե ինչու այդպես ծախողեց իր տված խոստումները եւ հիմա պատրաստվում է խորհրդարանական 26 թվականի ընտրություններին ամեն օր մենք զգում ենք դրա շունչը, թե ինչպես է իշխանությունը հանրային տրամադրություններն ու կարծիքը նախապատրաստում, ճանում է նախապատրաստել հօգուտ իրեն ու նույնիսկ խոստանում է 50%-ից ավելի քվե ստանալ 26 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հունիսի 7, եթե չեմ սխալվում, այդպես հայտարարվեց։ Տարածաշրջանային զարգացումների այս ամբողջ թոհուբոհի խառախուռը ծանր վիճակների համատեքստում մենք տեսնում ենք, որ պարոն վարչապետը չի նահանջում կրոնական կազմակերպություններից մեկը բարենորոգելու իր բռնած դիրքից։ Մեկ անգամ ասած հասկացանք, երկու անգամ հասկացանք, բայց ամեն օր մարդը ուզում է, մեկը կողքից նայի կմտածի, որ երևի ուզում է իսկապես կրոնապետություն ստեղծել, հակառակ կողմից էլի, այն որ կրոնական առաջնորդները ուզում են մասնակցություն ունենալ պետական կառավարմանը, իրենց զգում են ազգի պետության տերեր, տիրակալներ, փրկիչներ, բան, ես գիտեինք, նորություն չէ, հա։ Հիմա վարչապետն է այս կողմից գալիս, փորձելով անպայման եկեղեցու բարենորոգումները բարձրացնել կարևորության այն աստիճանի, ինչ աստիճանի պիտի լինեն պետական կառավարման խնդիրները, երկրի անվտանգության ապահովման խնդիրները, ինչու է բերում համարյա հավասարեցման տպավորություն է ուզում ստեղծել, այնինչ դրա ոչ պետքը կա, ոչ էլ ճիշտ ասած, որպես վարչապետ դրա իրավունքն ունի, որպես հավատացյալ քննադատում է, լավ է անում, իր իրավունքն է, 1-2 անգամ հասկացանք էլի, հա, բայց բանը րոպե առաջ հեռացնել է պետ կաթողիկոսին, այդ կրոնական կազմակերպության շրջանակներում գնացեք, հեռացրեք, ինչ ուզում եք արեք, այլ խոսքով, ինչպես ասում եմ, կրոնական առաջնորդները պիտի հրաժարվեն եկեղեցուն ծառայելուց հետո մտնեն քաղաքականություն, ճիշտ այդպես պիտի ասվի եւ ասում են, որ իշխանավորները պետական իշխանավոր ժողովրդի կողմից երկիրը կառավարելու համար ընտրված
իշխանավորները պիտի հրաժարվեն իրենց պաշտոններից, հետո գնան զբաղվեն կրոնական իրենց տավանած կազմակերպությունների բարենորոգումներով։ Այս է իմ մոտեցումը։ Պարոն Բարսեղյան, Այսինքն բայց վարչապետի եւ կաթողիկոսի միջև այդ լարվածությունը ինչ որ ձևով անդրադառնում է Հայաստանի ներքին կայունության վրա։ Ինչպես է դա արտահայտվում։ Դե օրինակի համար տեսանք, մի քանի օր առաջ Կրեմլից, Ռուսաստանից ավելի ճիշտ, այստեղ եկավ ռուսաստանյան օլիգարխ Սամվել Կարապետյանը եւ բավականին կոշտ ու խորհրդանշական կամ խորհրդավոր հայտարարություն արեց, թե մի խումբ հարձակվել է ուրեմն եկեղեցու վրա, ժողովրդի դեմ է ելել, ես միշտ եղել եմ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին, եկեղեցու կողքին, ու եթե այս խնդիրը քաղաքական գործիչները չլուծեն, ինքը իր ուրույն ձևերով է միջամտելու։ Այստեղ շահկապումը եկեղեցուն, քաղաքական հավակնությունների հայտարարումը եկեղեցու միջոցով, եկեղեցու անունով, կոնե ձևականորեն եկեղեցու խաթեր, շատ կոնկրետ քաղաքական միջամտության հերթական շրջափուլին են ականատես լինում։ Այն, որ մինչ այդ հոգևոր առաջնորդները որոշ թեմակալ առաջնորդ բան Աջապահյան հոգևոր խորհուրդ կաթողիկոս անցած տարիների ընթացքում քաղաքական հայտարարություններ եւ հավակնություններ են դրսեւորել, ավելին քրեորեն հետապնդվող բովանդակությամբ հայտարարություններ են եղել։ Օրինակի համար ռազմական հեղաշրջման, կամ պետական հեղաշրջման կամ զինված հեղաշրջման կոչեր են եղել, դա շատ կոնկրետ ազդեցություն է Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Ուրիշ բան, որ այդ ազդեցության արդյունքում առայժմ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը չի իշխանազրկվել կամ չի պաշտոնանկվել եւ անցած տարվա ամենաբանը աչքի ընկած իրադարձություն, այսպես ասենք, Կալստանյանի շարժման հարցակումներ կամ ոտնձգություններ ազգային ժողովի վրա, բացեք դարպասները, գալիս ենք ներ, սպանման ոստիկաններն էլ իր կարծիքով շատ զարմանալիորեն ազգային ժողովի դռները չեն բացում, հետո հարցակում է լինում ոստիկանական ուժերի վրա, հետո հակահարված է լինում, անհամարժեք հակահարված է լինում եւ 100-ից ավելի մարմնական վնասվածքներ ստացած, այդ գործի քննությունը անցել է 1 տարի, դեռ հույսեր չի ներշնչում, որ պատշաճ որակում կամ կունենա։ Սրանք քաղաքական կյանքին միջամտելու շատ կոնկրետ գործողություններ են։ Մյուս կողմից Փաշինյանը ասում է եւ այդպես էլ կա, որ երկար ժամանակ ցեն չի հանել, լռել է, վստահ չի եղել կուսակրոնության հետ կապված հարցերի, հիմա փոփոխվել ելել է, ոտի է ելել, ուզում է անպայման պետական մակարդակով միջամտած լինի եկեղեցու գործերին։ Չի կարելի նման բան անել, որովհետև դա նախ սահմանադրության խախտում է, մյուս կողմից անարդյունավետ է, հարգելիներս։ Իմ համոզմունքը սա է եւ չի փոխվում։ Իմ եկուց մյուս օր կարող է Մոսկվայից կամ Ռուսաստանից ուրիշ մարդիկ կան եկեղեցուն սատարելու անվան կամ օժանդակության վերնագրի տակ եւ որոշեն, որ եկեղեցին պիտի իրենց առաջնորդի ներքաղաքական կյանքում կամ հակառակը իրենք պիտի եկեղեցու թասիբը քաշելով, այսպես ասած, միջամտեն Հայաստանի քաղաքական կյանքին, չնայած որ ասենք դրա իրավունքը չունեն այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Հետո ինչ որ բարեր արեք էլի, ասենք Քրկորյանին պատկերացրեք միջամտում է այն ժամանակ Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ այլն, այսպիսի փորձեր եղել են, այսպիսի հայտարարություններ եղել են եւ դեռ էլի լինելու են, քանի դեռ չկան իրավական մի շարք կարգավորումներ, որոնք շատ վաղուց պիտի լինեին, որոնք պիտի կարգավորեին պետություն եւ կրոնական կազմակերպություն հարաբերությունները։ Կան մի քանի օրենքներ, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության եւ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները սահմանող օրենքը, թվով 14 հոդված է, եթե չեմ սխալվում, եւ սահմանադրության այդ հոդվածը, ինչը շատ անբավարար է, խիստ անբավարար է, որպեսզի վերջապես այս տարիների, տասնամյակների, եթե կուզեք 100 տարվա
թնջուկը երբ եկեղեցին համարում է, որ ինքը պիտի վճռական միջամտություն ունենա պետության գործերին, իսկ պետությունը հիմա որոշել է իդեմս վարչապետի եւ մի շարք падգամավորների վճռական միջամտություն ունենալ եկեղեցու գործերին։ Ոչ, այդ ամբողջը պիտի իրավական իմաստով կարգավորվի։ Այդ կարևոր գործերը կարելի է անել իհարկե նրանք պետական գործեր են, օրենքի ընդունումը պետության անելիքն է, բայց ոչ թե գնալ վարչապետի մագարտակով խցկվել կաթողիկոսի կամ տեխնացուների բարեվարկության վեճերի մեջ։ Շատ է ուզում, չի դիմանում, պիտի ընտրի։ Պաշտոնյաները պետական պիտի ընտրեն։ Իրենց համար գերակայությունը որն է։ Կրոնաներություն հայ առաքելական եկեղեցին կարգի բերել, ինչը համարում են, որ խնդիր է, իրենք են համարում, ես էլ եմ ինչ-որ չափ համարում, բայց թե ես հավատացյալ չեմ, ինձ համար բոլորովին հետաքրքիր չէ, ինձ ուրիշ բան է հետաքրքիր, որ կրոնական կազմակերպությունները լինեն հարկատու եւ հաշվետու իրենց բռնած դիրքին համարժեք, որովհետև կրոնական կազմակերպությունները հանրային կարծիքի տրամադրությունների կամքի վրա զգալի ազդեցություն ունեցող կազմակերպություններ են եւ այդով մեկ, այդ քաշով մեկ իրենք պիտի հաշվետու լինեն։ Հիմա այդ մեխանիզմը պիտի պետական իշխանությունը սահմանի օրենքներով, վերջացավ։ Մի քանի օր առաջ ես ստացա մի խումբ դիմումների պատճեններ ուղարկեցին ինձ, երևի էլի լրատվամիջոցներ ստացել են դա, այն մասին, թե ինչպես հայ առաքելական Սուրբ եկեղեցին բազմաթիվ դիմումներով դիմել է կառավարության բարեգործությանը կարգավորող կամ արտոնություններ շնորհող հանձնաժողովին, ճշգրիտ անվանում է այդ բանի մարմնի էական չէ, չեմ հիշում էլի ճշգրիտ։ Դա այն մարմինն է, որը կառավարությունը ունի, որը ուսումնասիրում է հարկերից, դուրքերից, այդ ինչ է, մաքսավճարներից ազատելու մասին տարբեր կազմակերպությունների դիմումները եւ քննարկում որոշում են ազատել թե ոչ։ Հասկանալի է հայ առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր այդպիսի դիմումները բավարարվել են։ Հիմա այդ ցանկը մի 15-20 դիմում էր, որ ինձ ուղարկեցին, դրա մեջ ներառված են բազմաթիվ ապրանքներ, մոմի պարաֆինից սկսած վերջացրած ուրեմն տարբեր շինարարական ապրանքներ, որոնց մաքսատուրքից ազատելու համար դիմել է եկեղեցին, ուրեմն կառավարությանը եւ ազատվել է։ Դա ինչ գումար է ընդհանուր առմամբ, ինչ հիմքով է ազատվել, ինչպես են որոշել, որ արժե դրանք ազատել, արդյոք մյուս կազմակերպությունները կրոնական, ոչ կրոնական, հասարակական հիմնադրամները դիմել են, ինչ հաճախականությամբ են բավարարվել այդ դիմումները, ինչ հաճախականությամբ են մերժվել։ Սրանք հարցեր են, որոնք պիտի պետությունը զբաղվի սրանցով։ Եվ ընդհանրապես ես համարում եմ, որ այդպիսի արտոնություններ չպիտի լինեն, առավել ևս պիտի եկեղեցին կա ֆիսկալ թափանցիկության դաշտ, մի խոսքով սրանք խնդիրների մի մեծ փունջ են, որոնցով հենց պետական մագարտակում պետական պաշտոնյաները պիտի զբաղվեն։ Հիմա դրանով չզբաղված կողքի թողած կաթողիկոսը կուսակրոն է, թե կուսակրոն չէ։ Իմ պատկերացրած պետական առաջնահերթությունների խմբում այդ խնդիրը այն 1500-րդականներից այն կողմ է, էլի, մինչև այդ ահռելի ծավալի խնդիրներ կան, որոնց մի մասով իշխանությունը զբաղվում է, մի մասով չի զբաղվում, մի մասով հենց սկսում է զբաղվել ծախողում է եւ այլն եւ այլն։ Լավ, պարոն Բարսեղյան, Սամվել Կարապետյանի կալանավորումը եւ ընդդիմության առաջնորդ դառնալու, եթե կարող ենք այդպես ասել, հնարավոր հավակնությունները, հա, 2026 թվականի ներքին քաղաքական դաշտի վրա ինչպես են անդրադառնում, այսինքն ինչ կարող են մեզ նախանշել եւ արդյոք Կարապետյանից փորձում են ստեղծել հենց ընդդիմության առաջնորդ։ Հասկացա, նախադրյալներից սկսենք։ Ուրեմն մենք պիտի հստակ իմանանք, մենք ժողովուրդը, իշխանությունը, եկեղեցին, մյուսները բան, որ Հայաստանի Հանրապետությունը պոստգաղութային ինքնիշխանության ցկտող ձևավորում է, կամ համակարգ է, պետություն է, այսպես ասած, հա, իսկ պոստգաղութային երկրներում անընդհատ փորձեր են արվում այդ գաղութը, նախկին գաղութը վերադարձնել կայսրության գիրկը։ Սա հատուկ է բոլոր կայսրություններին եւ իրենց նախկին գաղութներին, մինչեւ այդ գաղութները այնքան են զարգանում, անկախանում, որ կարողանում են լիարժեք կերպով ինքնիշխան լինել եւ հանդես գալ ինքնիշխանության դիրքերից, իսկ նախկին մետրոպոլիան կամ կայսրությունը կամ գաղութատերը
հասկանում, ըմբռնում եւ ընդունում է, որ այս պետությունը այլևս ինքնիշխան պետություն, ասենք Անգլիան այլևս տարակուսանք չունի, չէ՞ որ Հնդկաստանը այլևս ինքնիշխան պետություն է, ոչ մի կասկած, վեճ, հոխորտանք, այ մենք կգանք ձեզ կարգի կհրավիրենք մեր թեմես ինչ եք անում, հա, սա պիտի հստակ ընկալել որպես նախադրյալ, այսինքն այսպես կոչված անցման շրջանում 10 տարի, 30 տարի, то ես իմ որոշ երկրների դեպքում գուցե 100-150 տարի, հա, այս ընթացքում անընդհատ լինելու են կայսրության կենտրոնից կամ նախկին կայսրության կենտրոնից կամ մաշվող կայսրության կենտրոնից զանազան ազդեցությունների փորձեր նախկին գաղութների վրա, Վրաստանի վրա, Ուկրաինայի վրա, Հայաստանի, Բալթյան երկրներ, Մոլդովա եւ այլն։ Մենք տեսնում ենք շատ կոնկրետ այս նկարագրածը տեղի է ունենում։ Այդ ազդեցությունները ամենատարբեր ձևերով կարող են լինել, ամենակոշտ, բրուտալ պատերազմ, խելոք չեք մնում, պատերազմ եմ անում։ Ուրեմն գաղութի էթնոսի ներկայացուցիչների ռոպագանդիստական ճնշում, ուշադրություն դարձրեք հայկական ազգանուններով, ինչպիսի ռոպագանդիստների է օգտագործում Կրեմլը իր ռոպագանդայի մեջ, չթվարկեմ, հա, առավոտկանու խաղախորժակները չփակվի մարդկանց, հա, պլյուս իհարկե ֆինանսական ճնշումներ եւ ազդեցիկ մարդկանց ազդեցություն նախկին գաղութի վրա այդտեղ եղող կոլաբորացիոնիստական կամ պրոկայսերական ուժերին սատարելով։ Մեր դեպքում դրանք ասենք թե նախկին իշխանություններն են, նրանց պրոքսիներն են, որոնք անընդհատ անուղղակի եւ ուղղակի հավատարմության երթումներ են տալիս Կրեմլին։ Ոմանք ելնում գնում են Դոնբաս, քաջալերում են, մենք ցես հետ ենք, ենք, պլյուս Կրեմլի փեշերը բռնած, փեշերի հետևից վազող, բանեղնող, այսպիսի քաղաքական կամ քվազի քաղաքական կամ կեղծ քաղաքական, պսևդո քաղաքական գործիչներ եւ քաղաքական ուժեր։ Բայց Կրեմլը հասկացել է, որ անցած 4 տարիների ընթացքում, կոնե 4 տարիների ընթացքում այդ եղած գործադրած ջանքերը բավարար չեն եղել։ Ուղիղ ռոպագանդա, սնուցում, խրախուսում, խորհրդատվություն եւ այլն բավարար ազդեցություն չեն ունեցել, որպեսզի Հայաստանում արվի այնպիսի իշխանափոխություն, որ Հայաստանը վազեվազ վերադառնա կամ ուզենա վերադառնալ Կրեմլի գիրկը։ Հիմա նորանոր տպավորությունս է այնպիսին, որ նորանոր ուժեր են ներգրավում։ Գիտեք, կարող է լինել մի տեսական սցենար, որ իսկապես Սամվել Կարապետյանը, որը զգալիորեն օգնել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, նվիրատվություններ է արել, հազար ու մի բարեգործական բան է արել եւ ոչ միայն եկեղեցուն, կարող է իսկապես այդ մարդը ֆիզիկապես անձամբ առանց Կրեմլի ազդեցության նեղվել է, չեմ կարող ասել։ Նեղվել է եւ փորփոքվել է, իր ընկալումների մեջ այն է նստած, որ այս իշխանությունը քանդում է, կործանում է երկիրը, հերիք եղավ, փոլ եղավ, այդ քիչը մի հատ էլ հարձակվել է եկեղեցու վրա, իր մեկնաբանությամբ, էլի, հա, էս է հասկացվում իր ասածներից։ Կա նաեւ իհարկե մյուս կարծիքը, որ այս մարդը տեսանտ է իջեցվել Կրեմլից, ես չգիտեմ ճշգրիտ որ տարբերակն է, բայց ակնհայտ է մի բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեղող մարդիկ, իրենց կյանքը Հայաստանի հետ չկապած մարդիկ, բարոյական իրավունք չպիտի ունենան միջամտել մեր երկրի ներքին գործերին։ Բարեգործություն է անում, սրտիցը բխել է, ուրեմն դա առևտրի առարկա չէ, չի կարելի ասել։ Ես այսքան բարեգործություն եմ արել, ուրեմն երկիրը պիտի այսպես շարժվի։ Քրկորյանի օրինակը նորից հիշենք, հա, նման բան այդ մարդու մտքով չի անցել ու լիքը ուրիշ մարդիկ, հա, ովքեր Հայաստանի տարբեր ոլորտներին բարեգործաբար են վերաբերվել, օժանդակել են, երբեք քաղաքական ինչ-որ ոտնձգություն, հավակնություններ չեն հայտնել։ Հիմա ինչ կարող է անել Կրեմլը այս 1 տարվա ընթացքում, ուրեմն խորհրդատվություն նախ եւ առաջ այն ուժերին, ովքեր պրոկրեմլական են, խորհրդատվություն, որպեսզի կարողանան Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, ամենատարբեր խորհուրդներով հանդես գալ։ Երկրորդը ռոպագանդա, իր լրատվամիջոցներով, իր խոսնակներով եւ ազդեցության գործակալների միջոցով, ովքեր գալու են պատմեն, որ վայ, գիտեք ինչ լավ էր, թուրքը չեղնի ներողություն, ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, բանը, Սովետский Союз-ը գիտեք ինչ լավն էր, մարդիկ բոլորն ունեին այս բաները, հարկավոր է վերադառնալ, կարող են շատ նույնիսկ ազնվորեն այդ մտքերին հավատացող մարդկանց ներգրավել այդ քարոզարշավի մեջ, միամիտ մարդկանց կարող են ներգրավել, ասել վայ բանի Կրեմլի հետ, գիտեք, մեծ աղբերը պետք է լինի, որ մենք լավ լինենք, թուրքերի դեմ քարոզ, Թուրքիայի դեմ քարոզ, ցես կոչնչացնեն, այս ինչ եք անում, դուք չեք հասկանում, ինչ եք անում, այս ռոպագանդան բոլոր հնարավոր դրսևորումներով գործածվել է եւ հիմա առավել եւս գործածվելու է Հայաստանի Հանրության եւ հայաստանյան ժողովրդի ու քաղաքացիներին
մտածողությունը փոխելու համար անպայման սրանք լինելու են ֆինանսական հոսքեր երրորդը շատ հնարավոր է որ չնայած այս ստեղած եղած նախկին իշխանավորները փողի պակաս չունեն ոնց որ թե դատելով այս ապօրինի գույքի վերադարձի տատական process-ների մանրամասներից այդ նյութերը դա կարիքն էլ չկար ես ինքս գիտեմ որ ահռելի փողեր ունեն կուտակած լափած թալանած սրբած ետ գցած կերած հանրությունից տարած ֆինանսական եւ այլ ռեսուրսներ որոնք կարող են լիկվիդացվել ֆինանսական իմաստով վերածվեն փողի եւ օգտագործվեն այստեղ ընտրական տեխնոլոգիաները խաթարելու կամ ընտրական տեխնոլոգիաները իրենց ուզածով ուղղորդելու համար պարզ ասեմ ընտրակաշարքից սկսած իրենց հիմնարկներում բազմաթիվ համակիրների ներգրավելով կամ ոչ համակիրների ներգրավելով հետո համակիր դարձնելով բանը իրենց տեղական լրատվամիջոցները կատարեցնելու զարգացնելու մենք օրավուր տեսնում ենք որ պրոպագանդան ինքնիշխանության դեմ մարդու հիմնարար իրավունքների դեմ ժողովրդավարության դեմ հետո ահագնացող ծավալով զարգանում է ոչ միայն Կրեմլից ուղիղ Սալավիովներ եւ ուրիշներ հայկական ազգանուններով տարբեր արարածների բերանով այլև այստեղ նախկին իշխանավորների ենթակայությամբ գործող ուղակի անուղակի նրանց լրատվամիջոցների միջոցով ես նույնիսկ կարծում եմ որ Հայաստանում կան լրատվամիջոցներ որոնք աշխատում են ժողովրդավարության մարդու հիմնարար իրավունքների եւ ինքնիշխանության դեմ ֆինանսավորվելով նախկինների միջոցներից նույնիսկ տեղյակ չլինելով որ դրանք նախկինների միջոցներն են սա բավականին խորքային մի process է որի բացահայտման բեռը Հայաստանի իշխանությունների վզին է ինչը իրենք չեն անում ուրեմն ֆինանսական հոսքեր հետո ահագնացող կարող է լինել Մոսկվայից այսպիսի ասենք դեպքերում Մոսկվան սա օգտագործել է մի շարք ուրիշ երկրների դեմ եւ իհարկե ամենակոշտ միջոցը որին չգիտեմ ինչ որ մի պահի կարող է Մոսկվան ցերնամուխ լինել կարող է այնուամենայնիվ չհամարցակվել իրենց զինված ուժերի օգտագործումն է Հայաստանի ներքաղաքական հարցերում բացահայտ կամ քողարկված օգտագործումը երբ որ քողարկվածի նկատի ունեմ ֆիզիկական ուժի կամ զենք զինամթերքի օգտագործմամբ ֆիզիկական ուժի համադրմամբ բրուտալ միջամտությունը տարբեր ցույցերի ժամանակ միտեղ մեկը մի բան կրակի բանը այս մի կողմը մտածի որ այն կողմն է այն մի կողմը մտածի որ այս կողմն է դու մի ասա կողքից ինտերվենցիա է եղել են այդ կրակը տվել են հա եւ փոցավառել են ամբողջ ասենք ցույցի ժողովրդին բախումներ էս կոմենկոմ ընդཐུպ մինչև բացահայտ միջամտությունը ինտերվենցիան ինչպես ասենք ես ճանում եմ թվարկել բոլոր սցենարները էլի լավ կլինի որ իհարկե դա չլինի բանը դրան չհասնի դա կախված է Հայաստանի իշխանություններից ինչպես օրինակ ի նկատի ունեի կանաչ մարտուկների հայտնվելը Ղրիմում հա Ելան փողոց առանց տարբերանշանների զինված ուժեր դա ակնհայտ էր էլի որ զինվորականներ են դրանք հա մի քանի տասնյակ հազար եւ արեցին Ղրիմի անեքսիա այնտեղ իհարկե դրությունը այլ է որտեղ բնակչության կազմը կառուցվածքը այնտեղ զգալի չափով էթնիկ ռուսներ կային եւ այլն այստեղ էլ չպիտի բացառենք որ ինչ որ մի պահի եթե զգան որ դա շանս է դա կարող է օգնել որպեսզի Հայաստանում տեղի ունենա հեղաշրջում կամ ընտրություններից հետո փողոքի ցույցեր ընտրություններից առաջ փողոքի ցույցեր եւ այլն կարող են փորձել այդ գործիքները օգտագործել ես թվարկեցի 4 հա փաստորեն խորհրդատվություն ֆինանսական պրոպագանդա եւ իհարկե բրուտալ ուժի ներգրավում միջամտություն ինչը իհարկե ցանկը պիտի շարունակել մի քիչ ավելի խորանալ բան եւ որը պիտի լինի հայաստանյան հանրության մաքուր ցակման քաղաքական ուժերի եւ իհարկե իշխանությունների տնային աշխատանքի խնդիրը պիտի լինի խնդիրները պիտի լինեն բոլորը պիտի ունենան այս ազդեցություններին հակազդելու, որովհետև սրանք բոլորը միջամտություն են Հայաստանի ներքին գործերին եւ ինքնիշխանությանը։ Պիտի բոլորս ունենանք ես իմ տեղը, հասարակական կազմակերպությունները իրենց տեղը, կուսակցությունները, նրանք ովքեր իհարկե Կրեմլի թելով թելվողները չեն։ Եվ իհարկե հատկապես իշխանությունները, որտեղ ամենամեծ լիազորությունները այս ռիսկերը խափանելու, չեզոքացնելու եւ կառավարելու համար ունի պետական իշխանությունը, ժողովուրդ ջան,
օրենքի բերումով, իրավակարգավորումների բերումով ոստիկանությունը, օպերատիվ հետախուզությունը, հակահետախուզությունը, ազգային անվտանգությունը իշխանության ձեռքի գործիքներն են։ Այն ինչ կարող է անել իշխանությունը այս ամենը խափանելու համար, չի կարող անել գրեթե ոչ ոք, բացառությամբ այն մի վերջին տարբերակը, երբ ժողովուրդը կոլեկտիվ իմաստնությամբ ելնում լուծում է խնդիրը, իշխանությունը չի կարողանում, ժողովուրդն է ելնում լուծում, սա էլ է հնարավոր։ Ինչպես օրինակ 14 թվականին Ուկրաինայում ժողովուրդը ելավ հրապարակներ եւ վրընդեց իշխանությունը։ Սա էլ է սցենար, էլի, սա էլ պիտի նայել։ Հիմա դատելով մեր իշխանությունների վարքից եւ գործողություններից, ես դժվարանում եմ պատկերացնել, որ այս ռիսկերը ամբողջությամբ կառավարման սցենար ունի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, եթե ունի, ես ներողություն, շնորհակալություն, որ ունի, ես էլ միամիտ քննադատում եմ, հա, դատելով անցած տարիների զարգացումներից չունի։ Այսինքն այդ իմաստնությանը չի եկել։ Մի հատ էլ վրան որ գումարում ես, տեսնում ես ինչով է զբաղվում, կուսակցությունն ու բարեվարկության ստուգումը կաթողիկոսի տեխնազուների, հավաքվեք 10 հոգի, հələ նայենք օրամեծ սաղմոսներ տնել էջում, Երանի հոգով աղքատներին, բան վարչապետը իր էջում Երանիների շարքն է տնում Աստվածաշնչից, ինչը պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից խայտառակության գագաթն է։ Հələ այդ Երանիների շարքը բացեք նայեք, Երանի հոգով աղքատների, որտեղ նրանց է լինելու երկնքի արքայությունը։ Լուրջ, հալալուց ճիշտ եք ասում, հա, երևի Երանի հոգով հզորներին, հա, հերիք չեղավ, մի խոսքով, զայրանում է, էլի մարդ թե վարչապետը ինչով է զբաղված, թողած այս խնդիրները, կամ այդ խնդիրներով էլ է զբաղվում, նրանով էլ է զբաղվում, էլի, այդ մոտարապես նույնն է, որ ես առավոտվա 2 ժամը լրագրող եմ, մյուս 2 ժամը վիրաբույժ եմ, այն մյուս 2 ժամը հոգևորական եմ, այն մյուս 2 ժամը գյուղատնտես եմ, ու պիտի վերջում ասեմ, որ բոլոր գործերով արդյունավետ զբաղվել եմ, չեք խնդավրես, կներեք, մի քիչ երկար ստացվեց։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։